Արցախում առաջնահերթությունը զինվորի անվտանգությունն է, ռազմական գործողություններն ունեն ընդգծված կանխարգելիչ բնույթ։ Ադրբեջանի նոր սադրանքը քաղաքական տողատակով է, եվրոպական մամուլում օրերս հրապարակումներ եղան, ըստ որոնց Ադրբեջանը դիվանագիտական թռիչքներով մի քանի տասնյակ տոննա ծանր զինտեխնիկա է մատակարարել աշխարհի տարբեր կողմերի հակամարտության գոտիներ։ Որպեսզի դա շատ չտարածվի, ինչ որ կերպ փորձեն այս թեման շրջանցել, Ադրբեջանը գնաց սահմանում իրավիճակի սրման։ Ալիևն անվերահսկելի ու ագրեսիվ է, հրաժարվում է իր իսկ ստանձնած պարտավորություններից, խոսում է վերջնագրերով, այնպես որ շփման գծում նման բռնկումներն ըստ քաղաքագետի սպասելի են։ Մենք պետք է պատրաստ լինենք։ Ուստեղ ես կարծում եմ, այս վերջի ժամանակվա արձագանքը Արցախի բանակի շատ ադեկվատ են։ Ինչի մասին է խոսքը։ Մենք իրանց խախտումներին պատասխանում ենք դիպուկ եւ կետային։ Դիվանագիտական ու միջազգային հարթակները միայն համարժեք արձագանքից հետո կարող են օգտագործվել իրավիճակը մեղմելու համար։ Քաղաքագետի խոսքով համանախագահող երկրների հասցեական հայտարարությունները կարող են զսպող մեխանիզմ լինել։ Նոր հայտարարությամբ միջնորդները կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Բռնությունը միայն ծնում է հետագա բռնություն եւ ոչինչ չի տալիս, այս երկարատև հակամարտության լուծման միակ պատասխանատու եւ մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքով բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է։ Երևանում դիվանագիտական շրջանակները եւս կարևորում են խաղաղ բանակցությունների վերադառնալու անհրաժեշտությունը։ Լեհաստանի դեսպանը տարակուսած է, դժվարությամբ է բառեր գտնում։ Այս իրավիճակում ես միանում եմ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը եւ կոչ եմ անում շփման գծում հրադադարի նման խախտումների փոխարեն խաղաղ բանակցել։ Մենք պարզապես խնդրում ենք բոլոր հակասությունները կարգավորել խաղաղ ճանապարհով։ Հակամարտությունը կարգավորելու միակ ճանապարհը խաղաղ երկխոսությունն է, բացառելով ռազմական գործողությունները։ Փորձագետներն ու դիվանագետները միաձայն ընդգծում են, միջնորդները պետք է ակտիվացնեն ջանքերը, դա կարող է որոշիչ լինել։ Անի Ավետյան, Արսեն Հարությունյան, ժամը լրատվական։